Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Մագդալենա Գրոնոն հանդիպել է Չեխիայի արտգործնախարարի հետ։ X էջում նա հայտնել է, որ ի թիվս այլնի քննարկվել է հայ-ադրբեջանական գործընթացը։ Ընդգծել եմ Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը Եվրամիության շարունակական աջակցության անհրաժեշտությունը եւ վերահաստատել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները վերջնականացնելու մասին անցած շաբաթ արված հայտարարությունների կարևորությունը, նշել է Գրոնոն։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել ջանքեր գործադրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող առնվազն 23 հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։ Առանց իրավական պատշաճ ընթացակարգի եւ պաշտպանության անհատների երկարատև կալանավորումը խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը, հայտարարել է խորհրդի ներկայացուցիչ Անի Ղազարյան Դրիսին, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանում հայ գերիները ենթարկվել են խոշտանգումների եւ նվաստացնող վերաբերմունքի։ Փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու եւ ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու մեղադրանքով Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիշխանական բողոքի ակցիաները շարունակվում են։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են գրանցվել, իրավապահներն արցունքաբեր գազ, մահակներ եւ ջրցան մեքենաներ են կիրառել, կանտուժացներ եւ ձերբակալվածներ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալով առնվազն 16 ոստիկան է վիրավորվել, 50-ից ավելի մարդ բերման է ենթարկվել սոցցանցերում սադրիչ գրառումներ տարածելու կասկածանքով։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցությունը չնայած երկրում ցույցերի եւ հանրահավաքների արգելքին կոչ է արել քաղաքացիներին չզիջել դիրքերը։ Ընդդիմությունը հայտարարում է, որ Ստամբուլի քաղաքապետին ձերբակալել են քաղաքական նկատառումներով։ Ռեջեփ Էրդողանն էլ մեղադրել է ընդդիմությանը սեփական սխալները չընդունելու եւ ժողովրդին խաբելու համար։ Նրանք հանդգնում են հարձակվել եւ սպառնալ մեր ոստիկանությանը, դատավորներին, դատախազներին, նշել է Թուրքիայի նախագահը, հավելել. իշխանությունը ժամանակ չունի, որ վատնի այն ընդդիմության վրա։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ մարտի 24-ին կհանդիպեն Կիևի եւ Վաշինգտոնի տեխնիկական թիմերը։ Սաուդյան Արաբիայում են լինելու նաեւ Մոսկվայի ներկայացուցիչները, սակայն Զելենսկու խոսքով ուկրաինական կողմը չի հանդիպելու նրանց հետ։ Պատասխանելով լրագրողների հարցին, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ օրերս Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում Ղրիմի կարգավիճակի հարցը չի քննարկվել։ Ղրիմը ուկրաինական թերակղզի է, այդ մասին մի անգամ խոսել ենք սեպտեմբերին Նյու Յորքում։ Նա ուղղակի հարցրեց, ինչու են ուկրաինացիներն այդքան սիրում Ղրիմը, ասել է նախագահը։ Մեկնաբանելով Մոսկվայից հնչող պահանջները, որ Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ունենա, Զելենսկին շեշտել է նման բան չի կարող լինել։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն, մասնավորապես Միացյալ Նահանգները չեն ցանկանում ընդունել Կիևը դաշինքի կազմում։ Ամերիկյան ուժերն անցած շաբաթվանից ավիահարվածներ են հասցնում Եմենին, տեղական ԶԼՄ-ների տվյալով կան ավերածություններ, զոհեր եւ տուժածներ։ Հութիներն էլ հարվածել են Թել Ավիվի հարավում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտի։ Երուսաղեմում եւ Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Ամերիկյան կողմը հութիներին մեղադրում է Կարմիր ծովում ամերիկյան, իսրայելական եւ այլ երկրների նավերը ինքնաթիռները հրթիռակոծելու եւ ամբողջ աշխարհի տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս հասցնելու համար։ Ամերիկյան հարվածների ֆոնին հութիները շարունակում են թիրախավորել Կարմիր ծովում նավարկող ամերիկյան եւ իսրայելական նավերը, նախազգուշացնելով կանգ չեն առնի, քանի դեռ Իսրայելը սպանում է պաղեստինցիներին։ Զուգահեռ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, Ցահալն ընդլայնելու է Գազայի հատվածում ազդեցությունը, քանի դեռ Համասը չի վերադարձրել պատանդներին։ Իսրայել կացը հրահանգել է զինվորականներին ավելի շատ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատել։ Դիանա Գասպարյան, լուրեր։